Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը կարծես վաղուց այլևս միայն հոգևոր խնդիր չէ, այն դարձել է քաղաքական գործընթացի մի մաս, իշխանության եւ ազգային ինստիտուտների միջև լարվածության նոր դրսևորում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հովհանավանք այցելելու եւ կարգալույց քահանայի պատարագին մասնակցելու մասին արդեն իսկ վերածվել է հասարակական բևեռացման նոր ալիքի։ Ինչ նպատակ է հետապնդում Փաշինյանը բացահայտ հակադրության մեջ մտնելով եկեղեցու հետ եւ ինչ վտանգներ ունի ազգային ինքնության ու պետականության տեսանկյունից։ Այս եւ այլ հարցերի մասին այս պահին զրուցելու եմ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Բադալյան, այս օրերին երկրի ներսում ընթացող ամենակարևոր պայքարը կարծես քաղաքականից վերածվել է հոգևորի եւ եկեղեցու նկատմամբ լուտանքներից, մեղադրանքներից, հոգևորականների ձերբակալություններից, սրբազանի կալանավորումից հետո Փաշինյանը հայտարարում է, որ գնում է հաղորդություն ստանալու արդեն կարգալույց քահանայից, ընդ որում այս քահանային կարգալույց են արել եկեղեցականների դեմ կեղծ մեղադրանքների, զրպարտության եւ հոգեվոր օրենքներին չհետևելու համար։ Սա ինչ մեսիջ է իշխանությունից եկեղեցուն եւ ինչ պայքար է իրականում։ Ինձ թվում է մեսիջները շատ վաղուց Նիկոլ Փաշինյանն արդեն տվել է եւ նպատակն էլ շատ պարզ է։ Ընդհանուր առմամբ պայքարը իշխանության համար Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները ներկայումս ունեն հենց այդ նպատակը, այսինքն միտված են իշխանությունը պահելու առաջիկա ընտրական process-ում ցանկալի արդյունք եւ պատկեր ստանալու այդ խնդիրը լուծելուն։ Եվ այս իմաստով եկեղեցու գործընթացը հենց դրա մասն է, հերթական դրվագն է, այսինքն այն գործողությունների, որ մշակել եւ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, ըստ իս այդ գործողությունների համատեքստում նա մշակել է մի քանի սցենարներ եւ մենք հիմա տեսնում ենք դրա գործադրումը տվյալ դեպքում այդ կարգալույց քահանայի մասով։ Եթե բնորոշենք այդ երևույթը, դա իհարկե նույնիսկ կարող ենք ասել որոշակի դիվերսիա եկեղեցական կարգերի դեմ, որովհետեւ կարգալույց քահանայի պատարագի մատուցումը եւ այդ պատարագի ճանաչումը քաղաքական ղեկավարության մակարդակով դա պարզապես ճանաչում է եկեղեցական կարգի փլուզման։ Եվ սա իհարկե իր խորքային իմաստով շատ լուրջ իրավիճակ է եւ լուրջ գործողություն։ Ինչպիսին է լինելու արձագանքը Նիկոլ Փաշինյանի այս տրամաբանության գործողություններին, այստեղ է կարծում եմ գլխավոր խնդիրը եղել միշտ եւ շարունակում լինել, որովհետեւ այդ արձագանքը չի կարող սահմանափակվել միայն Նիկոլ Փաշինյանի գործողությունները գնահատելով։ Մենք տեսնում ենք, որ հիմա առավելապես այդ գնահատման արձագանքի հետ գործ ունենք հակառակ կողմից, մինչդեռ կարծում եմ եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակը լայն իմաստով շատ ավելի խորքային պատճառահետևանքային կապեր ունի, շատ ավելի խորքային մոտիվներ, որոնք դուրս են Հայաստանի սահմաններից, եւ Նիկոլ Փաշինյանը իր խնդիրների համատեքստում պարզապես փորձում է օգտագործել այդ մոտիվները, տեղավորվել դրանց համատեքստում եւ քաղել իր համար առավելագույնը։ Հատկապես եթե գործ ունենք մի հսկա եւ մեծ նշանակություն ունեցող կառույցի հետ, թե հասարակական կյանքում, թե ընդհանրապես համահայկական կյանքում, եւ այստեղ օգտագործելով պահը, օգտագործելով նաեւ միջազգային միջավայրը եւ դրանից բխող այդ նշածս մոտիվները, Նիկոլ Փաշինյանը փորձում է նաեւ իհարկե լուծել այդ կառույցի հետ հարաբերվելու խնդիրը, այլ կերպ ասած ենթարկեցնել իրեն այդ մեծ կառույցը։ Ձեր նշած դրսի մոտիվներին դեռ կանդրադառնանք, այս պահին տարբեր գործիչներ հայտարարում են, որ ընդդիմությունը այստեղ մեծ անելիք ունի, որովհետև շատ վճռորոշ է լինելու այս կիրակին եւ պիտի գնան, ընդվզեն։ Ինչպես պիտի ընդդիմությունը ընդվզի, որպեսզի թիրախում չհայտնվի հենց եկեղեցին, ինչ կարող է այս դեպքում անել ընդդիմությունը։ Ես մի քիչ համաձայն չեմ, որ այստեղ գլխավոր անելիքը ընդդիմությանն է։ Որովհետև ի վերջո ընդդիմությունն ունի իր քաղաքական հաշվարկները, իր քաղաքական նպատակները, մոտիվները եւ այլն, եւ այստեղ ես ամենևին չեմ կարծում, որ դրանք կարող են բացարձակ նույնական լինել հայ առաքելական եկեղեցի ինստիտուտի խնդիրների, մարտահրավերների եւ անելիքների հետ։ Ոչ թե կասկածի տակ եմ դնում եկեղեցու պաշտպանության հարցում անկեղծությունը ընդդիմադիր տարբեր խմբերի կամ գործիչների, այլ ինստիտուցիոնալ նույնացումը շահերի, մոտիվների եւ այլն։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ գլխավոր անելիքը եկեղեցու շրջանակում է, այսինքն ինչպես է եկեղեցին, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականությունը արձագանքելու է այս իրավիճակին առաջին հերթին հանրության հետ աշխատանքով։ Եվ շատ կարևոր է ըստ իս, որ եկեղեցու խնդիրը չդառնա ներքաղաքական պայքարի առարկա ընդամենը իշխանության եւ ընդդիմության միջև։ Ըստ իս Նիկոլ Փաշինյանը փորձում է հենց հարցը այդ տիրույթում էլ տեղավորել, որովհետեւ այդ տիրույթում ինքը գտնվելու է առավել շահեկան վիճակում։
Հիմա այստեղ կրկնեմ, ըստիս անելիքը հենց եկեղեցունն է եւ ես կարծում եմ, որ սխալ կլինի գնահատել Նիկոլ Փաշինյանը եւ նրա գործողությունները, նպատակները, մոտիվները որպես մարտահրավեր։ Ըստիս Նիկոլ Փաշինյանը պարզապես լայն եւ մեծ հաշվով ժամանակի մարտահրավերի արտացոլումն է, իսկ իրականում պետք է գնահատել, թե այդ մարտահրավերների ակունքը որն է, իսկ այստեղ ինչպես նշեցի, մենք գործ ունենք ըստիս ընդհանուր համաշխարհային մասշտաբի process-ների հետ, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին դա միայն հայկական, այսպես ազգային ինստիտուտ չէ, այն ընդհանուր դարերի մասնակցություն ունի միջազգային կյանքին, դավանական իմաստով իհարկե, բայց մենք շատ լավ կարծում եմ պատկերացնում ենք, որ աշխարհաքաղաքականությունը երբեք առանձին չի եղել դավանաքաղաքականությունից, եւ դավանական էլեմենտը մշտապես եղել է աշխարհաքաղաքականության առանցքային մասերից մեկը եւ հատկապես կարեւոր է դառնում, երբ այդ աշխարհաքաղաքականությունը գտնվում է վերաբաժանման, աշխարհի վերաբաժանման եւ նոր աշխարհակարգի ձևավորման պատմական այսպիսի շրջափուլերում։ Պարոն Բադալյան, վերջին ամիսներին եկեղեցու դեմ կատարվողը ձերբակալությունները, մեղադրանքները կարծես մեր առօրյայի սովորական մաս դարձան եւ հանրությունն այլևս առաջվա նման չի ընկալում նոր ձերբակալությունները, նոր մեղադրանքները, նույնը ընդ որում տեղի ունեցավ պատերազմի, հետո Արցախի դեպքում մաս տարածքների հանձնում, որից հետո արդեն ամբողջական Արցախի կորուստը հանրությունը չընկալեց իր ամբողջական ողբերգությամբ։ Տպավորություն է, որ սա հատուկ ռազմավարություն է, որը կիրառում է իշխանությունը, որը հիմա նման է այն ամենի հետ, ինչ կատարվում է եկեղեցու շուրջ։ Արդյոք հիմա փորձում են բթացնել հանրությանը ավելի կոպիտ եւ ավելի կոշտ հարձակման համար, ընդ որում հնարավոր է նաեւ կաթողիկոսին ձերբակալեն եւ հասարակությունը այն արձագանքը չտա, որը անհրաժեշտ է։ Ցանկացած իշխանություն ձգտելու է հասարակական այնպիսի միջավայր եւ տրամադրություններ ստանալ, որոնք առավել համահունչ եւ այսպես համարժեք է իր նպատակներին, որտեղ ինքը առավել հեշտ կարող է իրականացնել իր գործողությունները եւ սպասարկել նպատակները։ Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես այսպես բացառություն չէ կամ առանձին դեպք չէ։ Առավել եւս, եթե գործ ունենք իշխանության հետ, որի վրա է իհարկե ծանրագույն կորուստների պատասխանատվություն, բնական է առավել մեծ է լինելու այդ ձգտումը ապահովել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ այդ կորուստների համար պատասխանատվության հարցը առավելագույնս լեղոզված լինի, տարալուծվի ինչ որ process-ներում եւ այլն։ Եվ քանի որ բերեցիք Արցախի օրինակը եւ այս տեսանկյունից ես կարծում եմ շատ կարեւոր է հետեւյալը, այնպես ինչպես պաշտպանեցին կամ ճակերտավոր պաշտպանեցին Արցախը Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից, հատկապես պատերազմից հետո, եթե նույն տրամաբանությամբ պաշտպանվելու է եկեղեցին, իսկ ես ցավոք սրտի տեսնում եմ, որ հենց այդ նույն տրամաբանությամբ է պաշտպանվում եկեղեցին, եկեղեցու հարցը դիտարկվում, հետևանքը մեծ հավանականությամբ կարող է լինել նույնը, այսինքն հերթական անգամ ավելի հաջողակ է լինելու իշխանության ծրագիրը, այսինքն իշխանությունն է կարողանալու իրացնել իր նպատակները։ Սա է նաև պատճառը, որ ես խոսում եմ այն մասին, որ եկեղեցու հարցն էլ չպետք է դառնա այնպիսի ներքաղաքական, թույլ տամ ասել, այսպես մի քիչ թեթև կարող է հնչել, բայց ներքաղաքական պինգ-պոնգի հարց իշխանության եւ ընդդիմության միջև։ Այդ պարագայում ես կարծում եմ մեծ հավանականությամբ էլի հաղթողը լինելու է իշխանությունը։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի խնդրի եւ իրավիճակի խորքային գնահատում կատարի հենց հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունը եւ ըստ այդմ արվեն հետեւություններ, այդ թվում նաեւ դասեր քաղելով Արցախի հարցում սխալից։ Եթե կրկնեմ, պաշտպանվելու է եկեղեցին այնպես, ինչպես պաշտպանվում էր Արցախը, եւ նույն մարդիկ են այնպես պաշտպանելու եկեղեցին, ինչպես Արցախն էին պաշտպանում, դժբախտաբար հետևանքը կարծում եմ շատ մեծ տարբերություն չի ունենա։ Սա է պատճառը, որ պետք է վերագնահատել ինչի հետ գործ ունենք, ինչ process-ների հետ, որտեղ են խորքային մոտիվները եւ հետեւաբար որտեղ են անելիքները։ Այստեղ ընդդիմությունն էլ անշուշտ ունի իր անելիքը, բայց օրինակ ընդդիմության մասով կարևորագույն անելիքը հետեւյալը՝ ձևակերպել հայ առաքելական եկեղեցու խորքային դերը հայկական պետականության հարցում, բացի հուզական եւ պաթետիկ բնորոշումներից, եւ պետականության հարցում նաեւ գլոբալ այս փոփոխությունների համատեքստում, որովհետև հայկական պետականության դերն ու տեղը անխուսափելի վերանայվում է այս մեծ փոփոխությունների համատեքստում։ Եվ այդտեղ պետք է նաև վերանայվի, թե այդ պետականության կառուցվածքում ինչպիսի դեր է ունենալու հայ առաքելական եկեղեցին։ Այս հարցերով պետք է զբաղվի ընդդիմությունը, եթե մենք խոսում ենք եկեղեցու պաշտպանության հարցում ընդդիմության դերի մասին։
Քիչ առաջ խոսեցիք դրսից կառավարելու, նաև ձեր էջում էիք գրել, որ Հայաստանում երբեք իրական քաղաքացիական հասարակություն չի ձևավորվել, որովհետև դրա դոնորը եղել է Արևմուտքը։ Այս դեպքում ում ձեռքում է այսօր քաղաքացիական հասարակություն, Արևմուտքի իշխանության, թե ամբողջությամբ լուծարվել է որպես անկախ դերակատար։ Խնդիրը այստեղ իհարկե Արևմուտք, Ռուսաստան, Արևելք սա չէ, այլ ֆինանսավորման աղբյուր է։ Եթե ֆինանսավորվում է արտաքին միջավայրից, մենք երեխա չենք եւ շատ լավ հասկանում ենք, որ այդ ֆինանսավորումը քաղաքական գործիքակազմի մաս է տվյալ ֆինանսավորող երկրի համար։ Հետեւաբար այն հասարակությունը, որը ֆինանսավորվում է, տեղավորվելու է այդ գործիքակազմի մեջ, հետեւաբար այդ քաղաքական նպատակների մեջ։ Ըստ այդմ, եթե մենք խոսում ենք Հայաստանի հասարակության մասին, դրա ֆինանսավորման աղբյուրները պետք է ձևավորվեն Հայաստանում։ Հայաստանը կարող է միայն ֆինանսավորել Հայաստանի հասարակություն։ Եվ այս տեսանկյունից պատկերը այնպիսին է, ինչպիսին ֆինանսավորման քարտեզը, եթե կարող եմ այսպես ասել, եւ մոտիվներն ու շահերն էլ տեղավորվելու են այդ շրջանակում։ Սա նույնիսկ այդպես օրինաչափ մի բան է, որ հեծանիվել չէ, որ հայտնագործում ենք։ Եվ այս ամենը տեղի ունենում նախընտրական փուլում իշխանությունն ասում է մենք պայքարում ենք ապօրինությունների դեմ եւ բոլոր ձերբակալությունները այդ համատեքստում են։ Ընդդիմությունն էլ ասում է սա քաղաքական արշավ է տեղային հեղինակություններին չեզոքացնելու համար, օրինակ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Հիմա սա նախընտրական սցենարի մաս է, թե պարզապես իշխանության համար գոյատևման պայքար է սկսվել։ Դե իհարկե, ինչպես նշեցի եկեղեցու դեպքում, այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել իշխանության ամբողջ գործիքակազմը, կանգ չառնելով իհարկե նաև իրավաչափության, համաչափության այդ ամեն ինչի առաջ իր խնդիրները լուծելու համար։ Այստեղ ինչ ենք մենք ունեցել տարիներ շարունակ Հայաստանում։ Այս դիրքում Հայաստանի, այսպես ասենք, ռևիզիան ենթարկել է Հայաստանը ռևիզիայի ենթարկել է արևմտյան աշխարհը որպես ժողովրդավարության ստուգող հանձնաժողով, եթե կարող ենք այսպես ասել։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այն դիրքավորումը, որ Նիկոլ Փաշինյանը ունի քաղաքական իմաստով, համահունչ է կամ առնվազն համադրելի է այդ աշխարհի, արևմտյան աշխարհի որոշակի քաղաքական շահերի եւ նպատակների հետ։ Եվ մենք տեսնում ենք, որ ժողովրդավարության հարցում, այդ գործողությունների հարցում, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, չկա բավարար սկզբունքայնություն եվրոպական կառույցներից, արևմտյան ժողովրդավարական աշխարհի կառույցներից, առաջնորդներից եւ այլն, որովհետեւ այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, առնվազն չի հակասում իրենց քաղաքական շահերին, եթե չասենք, որ զգալիորեն իհարկե նաեւ այդ գործողությունները հենց ուղղորդվում են այդ քաղաքական շահերով։ Եվ սա է պատկերը։ Շատերն ասում են Փաշինյանը վաբանկ է գնում։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանը գնում է վաբանկ, առնվազն այն պատճառով, որ Փաշինյանը չունի այդպիսի խաղադրույք կատարելու բավարար սուբյեկտություն։ Փաշինյանը շատ մեծ կախվածություն ունի արտաքին միջավայրից։ Այլ հարց է, թե նրան ինչ աստիճանի խաղադրույքի կմղեն արտաքին միջավայրում խոշոր խաղացողները։ Այստեղ պատկերը բավական այսպես խառն է եւ բավական բազմաշերտ է, բայց ես կարծում եմ ինքը Փաշինյանը այդպես սեփական խաղադրույքը որոշելու, դրա աստիճանը որոշելու այդ բավարար սուբյեկտություն չունի։ Բայց իհարկե ամեն ինչ, ամեն առավելագույնը փորձելու է անել իշխանությունը պահելու խնդիրը լուծելու համար։ Կստացվի թե ոչ, սա կախված է իհարկե շատ տարբեր գործոններից, բայց ինքը ձգտելու է դրան։ Նաև այս ընթացքում տեսնում ենք իշխանությունը սիրալիր հայտարարություններով է արձագանքում Ադրբեջանի հայտարարություններին, որը հստակ տարբերվում է օրինակ Ադրբեջանից եկող ավելի կոշտ հայտարարություններին։ Օրինակ այսօր Ցորենի բեռնափոխադրման պատմությունը ներկայացվում է որպես մեծ հաջողություն, խաղաղության մեկնարկ, խաղաղության սկիզբ, սա քարոզչական ակցիա է, թե իսկապես խաղաղության պրոցեսի ազդակ։ Իմ գնահատմամբ սա առավելապես քարոզչական տրամաբանության մեջ կազմակերպված ակցիա է, ցույց տալու, որ այն խաղաղությունը, որ ներկայացնում է պաշտոնական Երևանը օգոստոսի 8-ից հետո, ոչ միայն շատ կասկածելի համոզչականությամբ հաստատքների վրա հիմնված խաղաղություն է, այլ նաև պրակտիկ որոշումների եւ մենք երևի թե առաջիկայում կտեսնենք մի քանի այդպիսի պրակտիկ որոշումներ, որոնց բուն իմաստը առավելապես կլինի հենց այդ քարոզչական էֆեկտը ստանալը Նիկոլ Փաշինյանի նախընտրական process-ների համար, որովհետև ակնհայտ է ընդհանրապես այդ օգոստոսի 8-ի համաձայնագիրն էլ խոշոր հաշվով իր առանցքային նպատակներից մեկը ունեցել է հենց Փաշինյանին տալ այդ խաղաքարտը։ Իհարկե դրա դիմաց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն էլ տվել է որոշակի քաղաքական զիջումներ։ Սա նույնիսկ արտացոլվում
պայմանավորված է օգոստոսի 8-ի փաստաթղթային բազայում նույն Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ զիջումը, երբ հայտարարվում էր, որ դա Երևանը կստորագրի, եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց պայմանագիր չի ստորագրվել, իսկ այդ լուծարման դիմումը Երևանը ստորագրել է, եւ ընդհանրապես այդ օգոստոսի 8-ին Թրամփի ուղի ասվածը, դա այլ բան չէ, քան հենց միջանցքային տրամաբանությամբ ճանապարհի վերաբերյալ համաձայնություն։ Էական չէ, այստեղ այդ միջանցքը Թրամփին է տրվել Թրամփի անունով, թե որևէ այլ մեկին, որովհետեւ տողատակում այդտեղ կարող են բազմապիսի բանավոր կամ ոչ երևացող այլ պայմանավորվածություններ լինել, բայց տրամաբանությունը այդ փաստաթղթի հենց միջանցքային ճանապարհի տրամաբանությունն է։ Որից ինչ է շահում Հայաստանը։ Հայաստանը գործնականում շահել է, եթե Հայաստանը ասելով նկատի ունենք հենց Նիկոլ Փաշինյանը որպես իշխանություն, որովհետև Հայաստանը որպես պետություն գուցե շահել է ինչ-որ կայունության միջավայր, թեպետ ես կարծում եմ այդ կայունությունը պայմանավորված է ավելի շատ աշխարհաքաղաքական միջավայրով մեր ռեգիոնի շուրջ, քան հենց փաստաթղթով։ Բայց այդուհանդերձ Հայաստանը կարող է ընդամենը խոսել այդ մի որոշակի ժամանակահատվածով այդպես ժամանակավոր կայունության մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը շահել է հենց այդ քարոզչական խաղաթուղթը, որովհետև եթե դա չլիներ, եթե չլիներ ասելու հնարավորությունը, որ ահա ես բերել եմ խաղաղություն, Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չուներ էլեկտորատին ներկայացնելու որևէ այլ առարկայական ձեռքբերում։ Առավել եւս, եթե համեմատելու լինեինք 2021-ի նրա նախընտրական ծրագրի հետ։ Այդ ծրագրում բոլորն են հիմա հիշատակում, թե ինչեր կար գրված Արցախի հեռանկարի մասով, ընդհանուր անջատում հանուն փրկության տարբերակը, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, այսինքն Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր 21-ին, որ գնում է խաղաղության եւ գնալու է խաղաղության, բայց այդ խաղաղությունը բոլորովին այլ կառուցվածք ուներ իր ներկայացրած ծրագրով։ 5 տարի անց ինքը հայտարարում է խաղաղության մասին, բայց այդ խաղաղությունը լրիվ հակառակ բովանդակությամբ է։ Բայց եթե անգամ այդ ասելու հնարավորությունը նա չունենար, բացարձակապես ոչինչ չուներ ներկայացնելու էլեկտորատին։ Եվ հիմա օգոստոսի 8-ին տրվել է նրան այդ հնարավորությունը, իմ գնահատմամբ, որովհետև այդ հնարավորությունը ընձեռելը բխում էր թե Ադրբեջանի, թե նաև միջազգային մյուս ավելի խոշոր խաղացողների շահերի տրամաբանությունից, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ունենա այդ հնարավորությունը եւ Հայաստանում պահպանվի այն տրամաբանությունը պետական քաղաքականության, որ կա մինչեւ հիմա։ Ասում են նաեւ, որ համադրելով Փաշազադեի հայտարարությունները եւ եկեղեցու դեմ մեզ մոտ ընթացող արշավը, որ նաեւ Ադրբեջանից եկող պարտադրանք է եկեղեցու դեմ կատարվողը մեր երկրում։ Իմ համոզմամբ Ադրբեջանն էլ պարզապես այստեղ փորձում է տեղավորվել ավելի խոշոր քաղաքական process-ների մեջ։ Ակունքը այդ գործողությունների ես կարծում եմ շատ ավելի հեռու է, այսպես ասենք, քան Ադրբեջանը։ Ալիևը ընդհանրապես միշտ համենայն դեպս վերջին տարիներին կարողացել այդպես հարմար տեղավորվել միջազգային հոսանքների մեջ եւ լուծել Հայաստանի, նաեւ Արցախի վերաբերյալ իր հարցերը։ Հիմա էլ փորձում է տեղավորվել այդ հոսանքի մեջ եւ դարձյալ քաղել իրենը, բայց մոտիվները հայ-առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ես կարծում եմ շատ ավելի խորն են եւ շատ ավելի հեռու են, քան Ադրբեջանը եւ նույնիսկ Թուրքիան։ Հայ-առաքելական եկեղեցու կազմակերպումը կամ թուլացումը ինչ է տալու այդ հեռու գտնվող օղակներին։ Հայ-առաքելական եկեղեցին, ինչպես նշեցի, դարավոր ներկայություն ունի միջազգային քարտեզում։ Այո, այդ ներկայությունը դավանական է եւ իհարկե գուցե համեմատելի չէ շատ ավելի խոշոր եկեղեցիների հետ, որոնք հավատացյալների անհամեմատ մեծ թվաքանակ են ներառում եւ այլն։ Բայց այդուհանդերձ իր պատմական դավանական այդ խորքով հազվադեպ եկեղեցիներ կան, որ կարող են համեմատելի լինել հայ-առաքելական եկեղեցու հետ։ Եվ այդ ներկայությունը նաև առանցքային ռեգիոններում է աշխարհաքաղաքական, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքը։ Եվ ունի այդ ներկայությունը որոշակի միջազգային ճանաչում։ Սա ստեղծում է սուբյեկտություն, հայ-առաքելական եկեղեցու սուբյեկտություն։ Եվ եթե հայկական պետականությունը ոչ թե եկեղեցու հետ այդպես դիմակայության մեջ լինի, այլ եկեղեցու հետ համադրված քաղաքականություն վարվի, դա նաև հայկական պետականության համար է որոշակի սուբյեկտային ռեսուրս եւ ներուժ իր սահմաններից դուրս դերակատար լինելու համար։ Դիցուք, ինչպես նշեցի, Մերձավոր Արևելքը, որը հասկանում ենք, թե ինչ հիմնարար նշանակության ռեգիոն է աշխարհաքաղաքականության մեջ։ Հիմա կարող ենք պատկերացնել այդ ռեգիոնում սուբյեկտային եւ դարավոր ներկայություն ունեցող հայ-առաքելական եկեղեցին ինչքան մրցակիցներ կարող է ունենալ այնտեղ դարձյալ ֆունդամենտալ շահեր հետապնդող թե կրոնական, թե քաղաքական խմբերի մեջ։
Իսկ ինչպես է հնարավոր կանգնեցնել այդքան դող մեքենան, եթե օրինակ յուրաքանչյուր հոգևորականի մեկ ընդդիմադիր հայտարարությունը կարող է դառնալ ձերբակալության պատճառ, այսինքն եկեղեցին չի կարողանում ամբողջությամբ պայքարել իշխանության դեմ, որովհետև սպառնում է ձերբակալություն։ Թեպետ չեն վախենում եւ պայքարում են, բայց այլընտրանքը ո՞րն է, ով պիտի օգնի։ Դրա համար եմ ես կարծում, որ եթե մենք կենտրոնանում ենք այդ շերտի վրա, մենք բաց ենք թողնում շատ ավելի խորքային պատճառահետևանքային շերտը։ Եթե մենք կենտրոնանանք պատճառահետևանքային այդ խորքային շերտի վրա, գուցե մենք շատ ավելի արդյունավետ լուծումների կարող ենք հասնել արդեն հետևանքների հարցում, որ մենք տեսնում ենք Հայաստանի ներքին դաշտում։ Ես կարծում եմ, եթե տրամաբանությունը դիտարկվի այս հաջորդականությամբ, կարող են գտնվել ավելի արդյունավետ անելիքներ, ինչպես ձևավորել այն դիմակայունությունը հայ առաքելական եկեղեցու համար, որ պետք է այս բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Մեր եկեղեցին ունեցել է այդ դիմակայունությունը, որտեղ անցել է դարերով անցել է շատ բարդ միջավայրեր։ Եվ հիմա էլ պետք է պարզապես փնտրվի ներկայիս ժամանակահատվածում անհրաժեշտը։ Սա ենթադրում է իհարկե խորքային եւ անընդհատ աշխատանք, պարզապես պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա եւ չտրվել առավելապես ներքաղաքական սպառման տրամաբանությամբ գործողությունների։ Այդ հարցում ընդդիմությունը կարող է որևէ բան անել։ Այո, ինչպես նշեցի, ընդդիմությունը պետք է փորձի, ես որևէ կերպ դեմ չեմ, որ հնչեն եկեղեցուն աջակցող հայտարարություններ եւ այլն, բայց ինչպես նշեցի, առարկայական իմաստով ըստ իս քաղաքական ուժերը պետք է ձևակերպեն եւ ոչ միայն հայ հանրությանը, ոչ միայն Սփյուռքի հայությանը, այլ նաեւ միջազգային դերակատարներին ներկայացնել հայ առաքելական եկեղեցի, հայկական պետականություն հարաբերության այն կոնցեպտը, որը նաև կարող է գործընկերային տարեր պարունակել հենց միջազգային խոշոր դերակատարների համար, այսինքն տեղավորվել այդ միջազգային process-ներում, որովհետև միայն հակազդելու մասին մտածել, ես կարծում եմ դա էլ արդյունավետ չի լինի, որովհետև այդ process-ները շատ ավելի ուժեղ են։ Պետք է կարողանալ տեղավորվել կոնցեպտուալ իմաստով առաջարկներ ներկայացնել այդ խոշոր դերակատարներին։ Նիկոլ Փաշինյանը ինքը տեղավորվել է եւ փորձում է դրանից քաղել առավելագույնը։ Պետք է նաև հակառակ կողմում այս խնդիրը լրջագույն դիտարկման ենթարկվի։ Շնորհակալ եմ, պարոն Բադալյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։